Կարմիր Մերսեդեսը կանգնում է փողոցի աջ մասում, դուռը բացվում է, վառ կարմիր կանացի կոշիկը իջնում է ասֆալտին, աղջիկը քայլում է դեպի մոտակա սրճարան, բացում է դուռը, մտնում է ներս, մոտենում է առաջի պատահած ազատ աթոռին, վառ կարմիր պայուսակը դնում է նստարանին, նստում է, սեղանին դնում է կարմիր Մալբորոյի տուփը, մի հատ հանում է, մոտեցնում է շուրթերին ու վառ կարմիր կրիկետով վառում է սիգարետը, նույն պահին մոտենում է մատուցողը ու ասում է, որ դա ծխել չի կարելի։ Աղջիկը ճզմում է այդ սիգարետը մոխրամանի մեջ ու մենյու է խնդրում։ Մատուցողը սեղանին է դնում մենյուն, աղջիկը սենց ձեռքով իր կարմիր մազերը մի կողմ է տանում, ու մինչև կհասցներ որոշել, թե ինչ կա մենյուում կամ նայել, վզի վրա ինչ-որ սառը տարօրինակ բան է զգում ու մատուցողի ձայնը ականջի տակ։ Մի շարժվի, լուռ մնա ու սաղ լավ կլինի։ Աղջիկը հասկանում է, որ մատուցողը մազերի տակից վզի վրա զենք է պահել, սիրտը սկսում է շատ արագ խփել, նույն պահին մատուցողը մենյուի վրա դնում է մի հատ նկար, որի վրա իր բոյֆրենդն է, կապված ինչ-որ աթոռից, բերանը, ձեռքերը, ոտքերը սաղ կապած, ինչ-որ մութ կիսախավար պատվալում, տենց ինչ-որ ֆոտո է։ Քո առաջադրանքն է թալանել է սրճարանը, կասայում եղած ամբողջ գումարը վերցնել, 1 ժամվա ընթացքում հասցնել մեր ասած տեղը ու դրանով կփրկես ընկերոջդ։ Եթե չես կարողանում կատարել այդ առաջադրանքը, ինքը մեռնում է։ Կաֆեում լիքը մարդ կա, սա հանգիստ նստած են, ինչ-որ զբաղվում են իրենց գործերով։ Աղջիկը հասկանում է, որ այդ զենքը մազերի մեջ է ու ոչ մեկը չի նկատում։ Փորձում է ինչ-որ բանակցություններ սկսել մատուցողի հետ, ասում է, որ իր հայրը միլիարդատեր է, կարան շատ կլորիկ գումար վճարեն, ոստիկանություն չեն դիմի եւ այլն, բայց մատուցողը ասում է, որ առաջադրանքը շատ հստակ է, իրան պետք չեն աղջկա որ փողերը, իրան պետք են հենց այս կաֆեի կասայի փողերը ու պետքա որ հենց ինքը անձամբ թալանի